Աշխարհում կան վայրեր, որտեղ մարդիկ գնում են պարզապես հանգստանալու, բայց կա մի վայր, որտեղ մարդիկ գնում են հավատալու հեքիաթներին։ Այդ վայրը Դիսնեյլենդն է։ Սա մի վայր է, որտեղ մեծահասակները մի պահ վերադառնում են իրենց մանկություն, իսկ երեխաները հանդիպում են իրենց սիրելի մուլտֆիլմերի հերոսներին։ Այստեղ կարելի է քայլել հեքիաթային ամրոցի կողքով, թռչել տիեզերքի միջով կամ նավով ճամփորդել դեպի հեռավոր ու երևակայական երկրներ։ Այս հաղորդման ընթացքում մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես ստեղծվեց այս յուրահատուկ այգին, ինչ դժվարություններ հաղթահարեց նրա ստեղծողը եւ ինչու է այն մինչ այսօր համարվում աշխարհի ամենահայտնի զվարճանքի վայրերից մեկը։ Դիսնեյլենդի ստեղծման գաղափարը պատկանում է ամերիկացի մուլտիպլիկատոր և պրոդյուսեր Ուոլթ Դիսնեյին։ 1940-ական և 1950-ական թվականներին նա արդեն հայտնի էր իր մուլտֆիլմերով և ստեղծած հերոսներով։ Ուոլթ Դիսնեյը հաճախ իր դուստրերի հետ գնում էր տարբեր զբոսայգիներ Լոս Անջելեսում։ Այդ զբոսայգիներում նա նստում էր նստարանին և դիտում էր, թե ինչպես են երեխաները խաղում։ Այդ ժամանակ նրա մոտ մի միտք առաջացավ. ինչու չստեղծել մի մեծ այգի, որտեղ երեխաներն ու մեծահասակները միասին կարող են ուրախանալ։ 1948 թվականին նա արդեն սկսեց գրել իր առաջին գաղափարները մի նախագծի մասին, որը սկզբում կոչվում էր Միկի Մաուս պարկ։ Սկզբնական պլանը փոքր էր, բայց հետագայում գաղափարը մեծացավ և վերածվեց ամբողջական թեմատիկ զբոսայգու։ Դիսնեյլենդը կառուցվեց ԱՄՆ-ում Կալիֆոռնիա նահանգի Անահայմ քաղաքում։ Ուոլթ Դիսնեյը ընտրեց այդ տարածքը, որովհետև այն բավական մեծ էր և գտնվում էր Լոս Անջելեսին մոտ։ Շինարարությունը սկսվեց 1954 թվականի հուլիսի 21-ին։ Այդ ժամանակ տարածքը մոտ 65 հեկտար էր։ Կառուցման համար ծախսվեց մոտ $17 միլիոն, որը այդ ժամանակ շատ մեծ գումար էր։ Եթե հաշվի առնենք գնաճը, ապա մեր օրերում այդ գումարը մոտավորապես հավասար կլիներ $180-ից $200 միլիոն։ Շինարարությունը շատ արագ էր ընթանում, ավելի քան 2500 աշխատող մասնակցում էր նախագծին։ Նրանք աշխատում էին գրեթե օր ու գիշեր, որպեսզի այգին պատրաստ լինի բացման համար։ Դիսնեյլենդը պաշտոնապես բացվեց 1955 թվականի հուլիսի 17-ին։ Բացման օրը պաշտոնական տվյալներով այգի էին եկել 28000 հյուր։ Սակայն իրականում մարդկանց թիվը ավելի մեծ էր, որովհետև շատերը մտել էին կեղծ տոմսերով։ Բացման արարողությունը հեռարձակվում էր հեռուստատեսությամբ, այդ հեռարձակումը դիտում էին մոտ 70 միլիոն ամերիկացիներ, ինչը այս ժամանակ մեծ ցուցանիշ էր։ All who come to this happy place, welcome. 1955 թվականին Դիսնեյլենդում կային 5 հիմնական թեմատիկ տարածքներ։ Առաջինը Main Street USA-ն էր։ Այս հատվածը ստեղծված էր այնպես, որ հիշեցներ Ամերիկայի փոքր քաղաքները 1900-ական թվականների սկզբին։ Երկրորդը Adventureland-ն էր։ Այստեղ ներկայացված էին ջունգլիների և արկածների աշխարհը։ Երրորդը Frontierland-ն էր։ Այս տարածքը ցույց էր տալիս Ամերիկայի արևմտյան սահմանների պատմությունը և քովբոյների ժամանակաշրջանը։ Չորրորդը Fantasyland-ն էր։ Սա ամենահեքիաթային հատվածն էր, որտեղ ներկայացված էին Դիսնեյի մուլտֆիլմերի հերոսները, և հինգերորդը Tomorrowland-ը։ Այս հատվածը ներկայացնում էր ապագայի տեխնոլոգիաները և գիտական երևակայությունը։ 1955 թվականին Դիսնեյլենդի բացվելուց հետո այգին սկսեց շատ արագ զարգանալ։ Յուրաքանչյուր տարի այնտեղ ավելանում էին նոր ատրակցիոններ և շոուներ, որոնք այցելուներին հնարավորություն էին տալիս ոտք դնել մուլտֆիլմերի ու հեքիաթների աշխարհ։ Կարճ ժամանակ անց այցելուներին ծանոթացրին Matterhorn Bobsled լեռնային արագախաղի հետ, որը դարձավ աշխարհի առաջին պողպատե ռոլեր քոստերներից մեկը։ Այն ոչ միայն զվարճանքի նոր ձև էր, այլև ցույց տվեց, թե ինչպիսի տեխնոլոգիական նորարարություններ կարող են կիրառել Դիսնեյը իր այգիներում։ Հետագայում ստեղծվեց Enchanted Tiki Room շոուն, որտեղ առաջին անգամ օգտագործվեցին շարժվող ռոբոտային թռչուններ, ստեղծելով կենդանի և երաժշտական մթնոլորտ։ Այստեղ այցելուները չէին տեսնում սովորական դեկորացիաներ, այլ յուրահատուկ տեխնոլոգիայի և արվեստի համադրություն, որը դարձավ մի տեսակ թեստ ապագա ատրակցիոնների համար։ Մի քանի տարի անց հայտնվեց նաև It's a Small World ատրակցիոնը, որտեղ ներկայացվեցին աշխարհի տարբեր երկրների երեխաների պատկերներ, երգերն ու
ու մշակույթները։ Այստեղ այցելուները կարող էին 1 ժամվա ընթացքում ծանոթանալ տարբեր երկրների մշակույթներին, լսել իրենց առանձնահատուկ երաժշտությունը եւ տեսնել գունավոր ու ուրախ դեկորացիաներ, որոնք ցույց էին տալիս աշխարհի երեխաների բազմազանությունը։ Կարծես երջանիկ ժամանակ լիներ, սակայն 1966 թվականի դեկտեմբերի կեսին մահացավ Walt Disney-ը։ Նա չտեսավ իր ստեղծած այգու ամբողջ հաջողությունը, բայց իր ընկերությունն ու թիմը շարունակեցին նրա ստեղծագործական ուղին եւ Disneyland-ը մնաց ապրող ու զարգացող հեքիաթային աշխարհ, եւ որտեղից սկսվեց Disney-ի գաղափարների ու տեխնոլոգիաների իրական հեղափոխությունը։ Walt Disney-ի մահից հետո ընկերությունը շարունակեց նրա երազանքը, ստեղծելով նոր թեմատիկ այգիներ ամբողջ աշխարհում։ 1971 թվականին Ֆլորիդայում բացվեց Walt Disney World, Կալիֆոռնիայի Դիսնեյլենդի շատ ավելի մեծ եւ գունեղ համալիրը, որտեղ ներառում էր մի քանի տարբեր թեմատիկ այգիներ եւ հյուրանոցներ։ 1983 թվականին հերթը հասավ Ասիային, որտեղ բացվեց Tokyo Disneyland-ը։ Սա առաջին Disney-ի այգին էր, որը կառուցվեց ԱՄՆ-ից դուրս եւ անմիջապես դարձավ շատ սիրելի ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ 1992 թվականին Ֆրանսիայում բացվեց Disneyland Փարիզը, Փարիզից 32 կիլոմետր հեռավորությամբ Marne-la Vallée-ում, որտեղ կան նաև հյուրանոցներ, խանութներ, կազմակերպվում են ներկայացումներ, ատրակցիոններ եւ այլ միջոցառումներ։ Հետագայում նույն տրամաբանությամբ ստեղծվեցին այգիներ նաև Հոնկոնգում եւ Շանհայում, որտեղ յուրաքանչյուրը փորձում էր պահել Disney-ի բնորոշ ոճը, սակայն տեղական մշակույթին համապատասխան փոքր փոփոխություններով։ Disneyland-ում կան բազմաթիվ հայտնի ատրակցիոններ։ Ամենահայտնիներից մեկը Pirates of the Caribbean նավային ատրակցիոնն է, որ բացվեց 1967 թվականին։ Այցելուները շրջագայում են նավակով, անցնում են դարավոր առեղծվածներով լի կղզիների միջով, որտեղ երևում են ոսկու գանձերի ու պիրատների հետքերը։ Ուշագրավ է, որ սկզբում Disney-ի թիմը մտածում էր ատրակցիոնը որպես սովորական ջրային զբոսանք օգտագործել, բայց Walt Disney-ը պահանջեց ավելացնել հերոսներ, ստեղծված ու փոքր վախենալու զգացողություններ, ինչը վերջնական արդյունքը դարձրեց շատ ավելի գրավիչ։ Հետագայում այս ատրակցիոնն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ ներշնչեց նույն անուն ֆիլմաշարի ստեղծմանը, որն առաջին անգամ էկրան բարձրացավ 2003 թվականին եւ դարձավ միջազգային հիթ։ Մեկ այլ նշանավոր ատրակցիոնը Space Mountain-ը բացված 1977 թվականին։ Սա տիեզերքի թեմայով արագ ռոլերքոստեր է, որտեղ այցելուները կարծես սավառնում են գիշերային տիեզերքում մթության եւ աստղերի լույսերի ներքո։ Ուշագրավ է, որ կառուցման ընթացքում իրագործվել են թաքնված մեխանիկական եւ լուսային էֆեկտներ, որոնք այցելուներին թույլ էին տալիս մոռանալ իրական աշխարհը, իսկապես գալով, որ նրանք թռչում են տիեզերքում։ Շատերն են սիրում նաեւ Haunted Mansion-ը, որը բացվեց 1969 թվականին։ Այս ատրակցիոնը յուրահատուկ էր իր վախենալու մթնոլորտով։ Այստեղ այցելուները նստում էին հատուկ մեքենաներ եւ անցնում սենյակներով, որտեղ երևում են հոգիներ, երբնական ձայներ եւ թաքնված հատուկ էֆեկտներ։ Ուշագրավ է, որ սկզբնական շրջանում ոմանք ասում էին, որ երբեմն այցելուները այնքան շատ են վախենում, որ կորցնում են ինքնատիրապետումը ու որոշ փոքրիկ հետաքրքիր վախենալու պատմություններ տարածվեցին այցելուների շրջանում։ Օրինակ մի կին պատմեց, որ կարճ ժամանակով կարծես տեսել է իրական հոգի դահլիճում, ինչը հետագայում բացատրվեց թեթև լուսային եւ շարժական էֆեկտներով, բայց պատմությունը դարձավ այգու լեգենդներից մեկը։ Disneyland-ում փոքրիկ նավակների մեջ մարդիկ անցնում են տարբեր մշակույթներ եւ երկրներ ներկայացվող գունավոր տեսարանների միջով։ Ճանապարհի ընթացքում կարելի է տեսնել շոտլանդացիների, որոնք նվագում են պարկապզուկ, իսպանական կրակոտ պարեր, ինչպես նաև Եվրոպայի հայտնի տեսարժան վայրեր, Ալպերի ձյունապատ լեռներ, Իտալիայի Պիզայի հայտնի թեք աշտարակը եւ Լոնդոնի հին դղյակները։ Ճամփորդությունը շարունակվում է դեպի արևելք, որտեղ այցելուները կարող են տեսնել Հնդկաստանի հայտնի Թաջ Մահալը։ Այդ հատվածում պատկերված են նաև ավանդական կիմանոներով ճապոնուհիներ, որոնք կարծես ողջունում են անցնող նավակներին։ Այցելուները կարող են նաև այցելել Աֆրիկա, որտեղ ներկայացված են հին Եգիպտոսի տեսարաններ, Կլեոպատրայի պալատը եւ անապատում դանդաղ շարժվող ուղտերի քարավանը։ Ջունգլիներում երևում են ծառերից կախված խաղացող կապիկներ, ինչպես նաև տարբեր կենդանիներ, վագրեր, ընձուղտներ եւ ռնգեղջյուրներ։ Վերջում նավակները անցնում են նաև կենտրոնական եւ հարավային Ամերիկայի հատվածներով, որտեղ ներկայացված են արևադարձային բնությունը, ծովափերը եւ տարբեր մշակույթների գունավոր տեսարանները։ Այս ամբողջ ճանապարհորդությունը ստեղծված է այնպես, որ այցելուները զգան, թե մի քանի րոպեում շրջեցին աշխարհի տարբեր երկրներով։ Այս ատրակցիոններն ու շոուները
շոուները ցույց էին տալիս, թե ինչպես Disneyland-ը չի սահմանափակվում սովորական զվարճանքով։ Այստեղ յուրաքանչյուր խաղ ու բացահայտում պատմություն է, որը կարող է լինել զվարճալի, արկածային եւ նույնիսկ մի փոքր վախեցնող, կախված այցելողի երևակայությունից։ Disneyland-ը հայտնի է նաև իր շոուներով, որոնք դարձնում են այգին ոչ միայն ատրակցիոնների, այլ նաև կենդանի թատերական փորձ։ Այստեղ հաճախ անցկացվում են մեծ շքերթներ, որտեղ քայլում են մուլտֆիլմերի հերոսները՝ Միկի Մաուսը, Դոնալդ Դաքը, Գուֆին եւ շատ այլ սիրելի կերպարներ։ Շքերթի ընթացքում հնչում են ուրախ երաժշտություններ, հյուրերը ծափահարում են, իսկ երեխաները վազում են հերոսների հետևից ժպիտով եւ ոգեվորությամբ։ Երեկոյան ամենամեծ տպավորությունն են թողնում հրավառություններն ու լույսերի շոուները Disney ամրոցի մոտ։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է վայելել հազարավոր լույսեր, երաժշտություն ու բարձր տեխնոլոգիաներով ստեղծված հատուկ էֆեկտների համադրություն, որոնք թվում է ամբողջական մուլտֆիլմ են ստեղծում իրական ժամանակում։ Այս շոուները եւ հերոսների հետ հանդիպումները Disneyland-ը դարձնում են առավելագույն կենսունակ եւ հիշարժան, այնպիսի վայր, որտեղ երեխաներն ու մեծահասակները միասին կարող են վայելել հեքիաթային մթնոլորտը եւ անսպասելի արկածներ գտնել ամեն քայլափոխի։ Disneyland-ը հաճախ անվանում են աշխարհի ամենաերջանիկ վայրը։ Այս անունը առաջացել է այն պատճառով, որ այստեղ մարդիկ շատ ուրախ են եւ դրական փորձ են ստանում։ Այգին նախատեսված է ցանկացած տարիքի մարդկանց համար։ Երեխաները կարող են խաղալ տարբեր ատրակցիոններով, իսկ մեծահասակները կարող են վայելել գեղեցիկ տեսարաններ եւ շոուներ։ Այգու աշխատողները հատուկ պատրաստված են, որպեսզի այցելուները զգան իրենց հարմար եւ ապահով։ Բացի այդ, ամբողջ այգին կառուցված է այնպես, որ մարդիկ զգան հեքիաթային մթնոլորտը։ Շենքերը, երաժշտությունը եւ դեկորացիաները ստեղծվում են կախարդական զգացողություն։ Disneyland-ը ստեղծվել է մարդու մեծ գաղափարից։ Չնայած ֆինանսական եւ տեխնիկական դժվարություններին, նրա նախագիծը դարձավ մեծ հաջողություն։ Այսօր Disneyland-ը եւ Disney-ի այլ այգիներ հայտնի են ամբողջ աշխարհում։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ այցելում են այս այգիները, զգալու այն ուրախությունն ու կախարդանքը, որը Walt Disney-ը ցանկանում էր ստեղծել դեռ շատ տարիներ առաջ։